24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանը։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ինձ ընկալելու համար։ Ես շնորհակալ։ Երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնեց մանդատները եւ տեղեկացանք, որ անմիջապես հետո Նարեկ Կարապետյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվելու, տարբեր քննադատություններ կան, դիտարկումներ կան իրավաբանների կողմից, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է այդ գործը քննի, բայց ամեն դեպքում այսօր էլ միշտ մենք խոսում ենք շարունակում է նիստը եւ Վարդևանյանը նրա փաստաբանը նշել էր, որ նրա մասով Նարեկ Կարապետյանի մասով բավարարվել է դատախազության միջնորդությունը, բայց այլ մանրամասներ չէր հաղորդվել, ինչ են անում իրականում, ինչի համար է այս հետապնդումները, ինչ նպատակ են հետապնդում։ Քանի որ քաղաքացիական պայմանագիրը այս ընտրությունների ընթացքում չհասավ իր բաղձարի սահմանադրական մեծամասնությանը, հստակ խնդիր է դրել գլխատելու ընդդիմությանը։ Ընդհանրական իմաստով եւ ընդդիմությանը եւ առանձին ընդդիմադիր քաղաքական ուժերի։ Դուք տեսնում եք նույն քաղբանտարկյալների թիվը տարբեր կազմակերպությունների նկատմամբ այդ հետապնդումները ու իրենք նախաձեռնել են։ Եվ հիմնական խնդիրը հետեւյալն է, եթե նախկինում այսպես ասած հին ընդդիմությանը ասում են, որ ընդդիմություն են աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ, ապա այս 9-րդ գումարման ազգային ժողովում իշխանությունը հստակ խնդիր է դրել շարքից հանելու գործող պարլամենտական ընդդիմությանը եւ այդ նպատակով շինծու մի շարք տասնյակ քրեական գործեր են հարուցելու, այդ падգամավորներին փորձելու են հետագայում նաեւ դատախազի գլխավոր դատախազի միջնորդությամբ հասնեն կալանավորման եւ խաթարեն ընդդիմադիր խմբակցությունների, դե երկու խմբակցությունը, Ուժեղ Հայաստանն եւ Հայաստան Դաշինքը աշխատանքները։ Այդ կերպ արհեստականորեն ապահովելով նաեւ ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն։ Հոթուլ չէ տալու, որ падգամավորները քրեակատարողական հիմնարկներից կոճակ սխմեն եւ մասնակցեն քվեարկություններին։ Բայց բոլորին էլ չեն կարող կալանավորել։ Դե իհարկե բոլորին չեն կարող, բայց հիմնական խնդիրը որն է, երբ որ ասում էին 4 կամ 6 падգամավոր է բավարար, որ իրենք հասնեն այդ բացարձակ մեծամասնությունը եւ այլն, պատկերացրեք հիմա մի իրավիճակ է ստեղծվում եւ երկու ընդդիմադիր խմբակցություններից 7-ից կամ 8 падգամավոր ենթարկվում է քրեական պատասխանատվության, ոչ թե ենթարկվում է, այլ կալանավորվում է։ Այսինքն այս պարագայում նաեւ ԱԺ կանոնակարգը պետք է տեսնել, թե նիստերի մասնակից, օրինակ կան կարևորագույն հարցեր, նիստերի մասնակից падգամավորների թվի 2/3-ով է հաշվարկ առում, թե ընդհանուր այդ 105-ի 2/3-ով պետքա որոշումը կայացվի։ Եվ միևնույն ժամանակ նայեք, կարևորագույն դեմքերին իրենք թիրախավորելով, ժողովրդական լեզվով ասած շարքից հանելով, իրանք ընդհանուր ընդդիմադիր դաշտի աշխատանքները կոտրում են եւ թույլ չեն տալու, որ այդ խմբակցությունը նորմալ ինքնակազմակերպվի եւ օրենսդրի գործունեությամբ զբաղվի։ Իրենք մի հատ Այսինքն թույլ խմբակցություն են ստեղծում, թույլ եւ հիմնական ես չեմ ուզում վիրը հետագից չունեն, հիմնական այդ դերակատարներին հեռացնում են եւ մնում են այն մարդիկ, ովքեր ոչ այդքան մեծ ճանաչում հետագից ունեն։ Այո, Ուժեղ Հայաստան, որոնք հեշտ կարող են կառավարել։ Այո, Ուժեղ Հայաստանի պարագայում մենք գիտենք, որ հիմնական կազմը նոր դեմքեր են։ Այսինքն այդ մարդիկ տարբեր հանրային ոլորտում լինի, գիտական լինի, բիզնես ոլորտում իրենք որոշակի անուն ունեն։ Բայց կոնկրետ քաղաքական դաշտում այդ մարդիկ կենսագրություն չունեն։ Հիմա այն անձինք, որոնք քիչ թե շատ ունեն, եթե այդ անձանց թիրախավորելու են, հա, եւ այդ մարդկանց փաստորեն կոպիտ ասած խաղից դուրս են հանելու, ընդդիմադիր խմբակցությունները լուրջ խնդրի առաջ են կանգնելու հաստատի։ Որովհետեւ այս պարագայում ստացվում է, որ իշխանությունը ավելի կազմակերպված է լինելու, անկախ ամեն ինչից 8 տարում որոշակիորեն իրենք կարողացել են իրենց թիմը ավելի կուռ, այսպես ասած, ձևավորել։ Եվ ի սկզբանե նաև ասպարեզ նետվեց այդ մանդատ վերցնել չվերցնելու կեղծ թեզը, բավականին տարբեր քարոզչական միջոցներով իրենք ուռճացրեցին այդ խնդիրը, որպեսզի կարողանան նաև հասարակական տրամադրություն ստեղծեն, որ գիտեք ինչ, կոպիտ ասած մանդատ վերցնելը քխեր ընդդիմության կողմից, որ դա չի ծառայում նպատակներին եւ այլն եւ այլն, բայց մենք դասական իմաստով հստակ գիտենք ինչա կատարվում։ Կուսակցության հիմնական նպատակը ո՞րն է։ Կուսակցության հիմնական նպատակն է, որ ինքը գա իշխանության եւ իրականացնի իր ծրագրերը։
Այս պարագայում մենք ինչ ենք տեսնում, որ անընդհատ նաև խոսացվող այդ իշխանափոխության թեզը հունից հանել է գործող իշխանությունների եւ իրենք ամեն կերպ ուզում են նաև այս գաղափարը արմատախիլ անեն։ Բայց աշխարհի գրեթե բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի թիվ 1 խնդիրը դա իշխանությանը գալը, հետևաբար իրենց օրակարգում թիվ 1 խնդիրը իշխանափոխությունն է։ Բա ընդդիմությունը պետք է նպաստի սահմանադրի իրավական ճանապարհով իշխանափոխության, որպեսզի գա իշխանության, եւ իրականում սիրը ծրագրերը դա շատ բարձ է։ Հիմա այս պարագայում, եթե մենք ունենում ենք գլխատված ընդդիմություն, զուգահեռաբար մենք ունենում ենք միահեծան իշխանություն, որին հաջողվել է մեկ, այսպես ասած, քաղաքական խարսխի ներքո համախմբել գործադիր, օրենսդիր դատական իշխանություն։ Դատականից էլ են դժգոհում։ Մի հատ չեզոք կամ այսպես ասած, չասեմ իօքուտ, օբյեկտիվ որոշում է լինում, որի արդյունքում որևէ ընդդիմադիր գործիչ դուրս է գալիս, հա, բանից քրեակատարողական հիմնարկից կամ մեղվում է իր պատիժը, վարորդների ո՞րս է սկսում։ Այդ մարդը դառնում է կոռուպցիաներ, այդ մարդը դառնում է դատական համակարգում դատա իրավական համակարգի կլանի անդամ, բայց հիշենք 8 տարի է դատավոր իրենք են նշանակում։ 8 տարվա ընթացքում ով է դատավոր նշանակի։ Ռոբերտ Քոչարյանն է նշանակի, Սերժ Սարգսյանն է նշանակի, թե Լևոն Տեր-Պետրոսյանն է նշանակի, որ անընդհատ այդ կերպարները իրանք դնում են շրջանառության մեջ, աուս արսափեն ներշնչում եւ հետաքրքիրն է, որ մեր հասարակությունն էլ չի հոգնում այդ պատմություններից։ Այսինքն ստեղծել են մի հատ իրավիճակ, որ էլի այդ սև սպիտակի ժապավենը նորից ուզում են դնել շրջանառության մեջ։ Ես կարծում եմ այս պարագայում, քանի որ հիմնական թիրախում իհարկե գտնում այսպես ասած, ապագա տիտղոսակի ընդդիմությունը, պարլամենտական ընդդիմությունը, այստեղ միանշանակ լուրջ գործ ունեն նաև անելու արտախորհրդարանական ուժերը։ Իդեպ այդ ուժերի ինչ պետք է անեն։ Օրինակ հիմա մենք տեսնում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև գրեթե մարդիկ չկան կանգնած։ Մինչդեռ կարևոր հարց է քննարկում հենց Նարեկ Կարապետյանի մասով։ Նա խմբակցության առաջին համարն է, նա ղեկավարելու այդ խմբակցությունը եւ հիմա փաստորեն մենք տեսնում ենք այդ լռությունը։ Սովորական է դարձել կարծես թե ամեն ինչը։ Արտակուստ այդպես է երևում, բայց ասեմ, որ մեզ հասած տեղեկություններով, հատկապես մեր շփումների արդյունքում մենք գիտենք, որ կոնկրետ երկու ընդդիմադիր խմբակցությունը իրար հետ ինտենսիվ աշխատանքի մեջ են։ Միգուցե դա քաղաքական դաշտում տեսանելի չի, հա, որ չեն գնում մի 1000 հոգի հավաքվում, ստեղ 1000 հոգի ինտեղ, խնդիրն այո այլ է։ Կոպիտ ասած ինչա դա տալու։ Ստեղծված է մի հատ իրավիճակ, հա, օրինակի համար նույն Ավետիք Չալաբյանի դատական process-ը, հա։ Նաև մարդիկ այն գործընկերներից եկան, մտածում են, որտեղ հազարավոր մարդիկ պետք է հավաքվեն, որ անմեղ մարդուն դատում են եւ այլն։ Բայց մի հատ իրավիճակ է ստեղծվել, որ մարդկանց մեջ էլ, գիտեք ինչ, հուսահատության մի հատ բան կա, որ եթե ես նույնիսկ գնեմ այդ դատանի բակում կանգնեմ, ի՞նչ է փոխվելու, հա։ Այսինքն 500 մարդը, 1000 մարդը որ կանգնի, ի՞նչ է փոխվելու։ Դե տրամաբանությամբ ուրեմն պետք է ոչինչ չանել։ Այս տրամաբանության խնդիրը հետեւյալն է։ Նախ եւ առաջ հասարակության մեջ պետք է ստեղծել այնպիսի տրամադրություններ, որպիսի մարդկանց մեջ կարողանա արմատավորվի վստահություն ոչ թե ընդդիմության, իշխանության, այլ ընդհանուր երկրի պետական քաղաքական համակարգի նկատմամբ։ Իմ խորին համոզմամբ, Էրմինե ջան, ընդհանուր անվստահություն կա քաղաքական դաշտի նկատմամբ։ Այս ընտրություններին կար այդ բոլորին դեմ եմ, հա, բանը։ Եթե որոնք քիչ ձայն չստացան։ Այո, որոնք քիչ ձայն չստացան, բավականին թվով մարդիկ նաև գիտեն, որ իրենք բոլորին դեմ են քվեարկեցին, ոչ թե կուսակցության են քվեարկում, այլ ուղղակի բոլորին դեմ են։ Եվ դա վատ գաղափար չի, եթե ընդհանուր ցանկում լինի բոլորին դեմ եմ, հա, եւ իմ շրջապատում է կան մարդիկ, նաև որ շփվում ես, ասում չեն գնացել ընտրությունների, ասում են պատճառով, դե բոլորին դեմ եմ։ Դե կատակով ասում են գնայք բոլորին դեմ։ Դե ասում են դա կուսակցություն է։ Այսինքն որոշակի հասուն մարդը գիտեր, որ դա կուսակցություն է։ Հիմա պատկերացնենք, որ այդ քվեաթերթիկում լինում է նույն այդ բոլորին դեմ եմ, հա, հնարավորությունը։ Մենք կարող ենք տեսնել մեր հասարակության մի ստվար զանգված, եթե իհարկե այդ ուղղությամբ աշխատանք տարված լինի, կգան եւ քվեարկեն բոլորին դեմ է, որտեղ կա ընդհանուր անվստահություն։ Ըստ էության, եթե նայում ենք դիտարկում ենք, դա մնաց արդեն 5 տարի հետո։
Արդեն գնացքը գնացել է 5 տարի Փաշինյանի իշխանությանը եւ ըստ էության ամրապնդում է իշխանությունը եւ այն ինչ որ նա անում է նաեւ երկար մնալու համար ոչ միայն 5 տարի, այլև դրանից հետո։ Հերմինե ջան, եթե ձեր կանխատեսությունը որակենք որպես հոռետեսություն, քաղաքական, այդ իմաստով ուղղակի կամ օբյեկտիվ, ես ասեմ, որ 2018 թվականին էլ նույն տրամադրությունները կային եւ մարդիկ գիտեին, որ 2007-ին էր, չէ՞, 17-ին կա Փաշինյանին, որովհետեւ Փաշինյանը այսպես ասած մեգա նախագծեր է անում, որտեղ շահագրգիռ են միջազգային դերակատարները խոշոր եւ իրենք ուզում են, որ Փաշինյանը մնա։ Միգուցե 2018 թվականին չի եղել այդ կոնսենսուսը։ Շատ ճիշտ դիտարկում եք անում։ Այս բան շահագրգռված են։ Աշխարհում լույսի արագությամբ իրավիճակը փոխվում։ Շատ հավանական է, որ 1 տարի հետո շահագրգռված չլինի, որովհետև տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածությունը փոխվի։ Բայց հիմա մենք չգնանք եթեների ճանապարհով, հա, եւ կարող է նաեւ չփոխվի։ Եվ այո, կարող է նաեւ ձեռ տա եւ բազմիցս եվրոպական, թուրքական, ամերիկյան կողմերը հայտարարել են, որ իրենք վստահում են այս գործող իշխանությանը։ Բայց խնդիրն այլ է։ Այս իշխանության գործունեությունը, որքան էլ որ մեր հասարակությունը վերջերս մեծամասնությամբ վստահության քվեն տվեց, ուր է տանում երկիրը։ Աստիճանաբար, ձեզ ասեմ, օրինակ ես ընտրությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ, այն քաղաքացիները, որոնք զգում էին, որ չեզոք են կամ ունեին դիրքորոշում դեպի իշխանությունները, իրենք շատ զարմանքով էին արձանագրում, որ խաղաղության պայմանագիր չկա։ Ասում են, ոչ չկա։ Ասում բա կնքեցին Ամերիկայում խաղաղության պայմանագիրը։ Դե այնպեսի քարոզություն է տարվում, որ արդեն հրաշալի իրանց առումով, այո, իրանց առումով պետք է ընդունել, որ քարոզչական իմաստով իրանք շատ վարպետորեն process-ը տանում են, որ մարդը զարմանում է, որ չկա խաղաղության, ասում ոնց խաղաղության պայմանագիր չկա։ Եվ ուզում է քեզ ապացուցի, որ այդ կա խաղաղության պայմանագիր։ Ու նման ձևերով այն թեզերը, որոնք իշխանությունը շրջանառել է, իրանք փորձում են քեզ համոզել։ Մեղավորությունն է, բաց թողումներ, որ մարդիկ հավատում են եւ մտածում են այն ինչ որ եղել, միանշանակ ընդդիմադիր ուժերը քարոզչական իմաստով այո, պարտություն են կրել։ Անկախ է նրանից, որ օրինակ նույն ուժեղ Հայաստանը, հա, ինքը նոր քաղաքական ուժեր ձևավորված ուներ այդ ընթացքում մոտ մի 6 կամ 7 ամսվա պատմություն, հա, չուներ այն ռեսուրսը, որը ուներ իշխանությունները։ Եթե մենք այդպես նժարների վրա դնենք, դրա տակը կարող է մնա ընդամենը մաքսիմում քաղաքացիական պայմանագրին ձայն տվող 250-ից 300,000 քաղաքացի, բայց մենք դեռ չենք առաջնորդվում, չէ՞։ Այդ նույն մեթոդաբանությունները նաև այլ ուժերի նկատմամբ պետքա կիրառես։ Փաստացի 700,000-ից ավել նրանք ձայն են ստացել, ոնց են ստացել, ինչ են ստացել, հարցի մյուս կողմն է։ Քննության առարկա է հետագայում ռեալ իշխանապողությունից հետո, երբ որ ռեալ իշխանապողություն լինի, որպեսզի չլինի որոշակիորեն իշխանության հանձնման գործընթաց։ Դե ժամանակ էլ է հարց ինչպես պետք է քնեն 700,000 մարդեր։ 700,000-ի հարցը չէ, Էմինե ջան, նաև այն խնդիրն էր, որ կասկածելիորեն զորամասերը վերջի ժամը 8-ին, հասկանում եք, օրինակ քաղաքացին կարա տնային տնտեսուհին կարող է իր առօրյա հոգսերով տարված չնկատի, որ ժամը օրինակի համար 7:30 ինքը պիտի գնա ընտրության, թեկուզ շատ է ուզում գնա ընտրության եւ ուշացած մտնի տեղամաս։ Դա անցալելի է։ Եվ տարբեր օրինակ աշխատող մարդը եւ այլն։ Բայց երբ որ զորամիավորումն է մնում, դա հստակ իմ մոտ կասկածի տեղեկատար է։ Իսկ խնդիրն է ուշացել է, թե այդ տեղամասից է ուշացել, թե միջև այդ մի 10-15 տեղամաս քաղաքացիական հագուստով մտածվել է։ Որտեղ չմոռանանք, որ ամիսներ առաջ նաև շրջանառվեց մոտավորապես 180,000 կեղծ անձնագրերի լուրը, որը տպագրվել էր Թուրքիայում, դա ինչ որ Վրաստանի բանի մաքսային իշխանությունների կողմից կասեցվել էր այդ բանը մուտքը, հետո այդ խոսակցությունը լռեց։ Հետո նաև ներողություն լուրեր պատտվեցին, որ դա հայտնվել է Հայաստանում։ Հիմա չկա փաստ, չկա մեր ձեռք այդ 180,000-ից մի հատ կեղծ անձնագիր, որը մենք ունենք իդենտիֆիկացիա արած, ասենք, գիտեք ինչ կա, սա այս մեկը հիմք է, որ օրինակի համար իրենք արել են հին բարի կարուսել ընտրությունների ժամանակ։
Մենք փաստացի ունենք այս իրավիճակը, դրանով պետք է անալիզ անենք եւ շարժենք։ Հիմա եղած է եւ ընդդիմությունը չի կարողացել կանխել եւ Փաշինյանը փաստացի ղեկավարում է։ Հիմա երբ մեզ հետևում են մարդիկ, լսում են, երբեմն այս կարծիքն են հայտնում, որ ինչ որ եղել է, լսել են, գիտենք, թող ասեն ինչ են անելու։ Այ ինչ է պետք անել, ինչ մեխանիզմներ պետք է մշակել, ընդդիմությունը ինչ ռազմավարություն պետք է մշակի, այս մասին լռում են։ Դուք վերջին մեր հետ զրույցի ժամանակ որ եկել եք այստեղ ասացիք, որ պետք է խորհրդանական մարմին ձևավորվի, նման մի բան ասացիք, ընդդիմադիր ճակատում, որ փուլում է, ինչ ընթացքում։ Հանրային խորհրդարան։ Հանրային խորհրդարան, այո։ Պայմանական մենք այդպես ենք անվանում։ Հուլիսի 25-ին Սիրահարների այգում ժամը 7-ին մենք հանրային դաշինք քաղաքացիական նախաձեռնության հետ հայաքվեն կազմակերպել է քննարկում ընտրական համակարգի հետ կապված։ Սա հանրային խորհրդարանի բջիջներն են։ Նախկինում եղել է Բայց այդպիսի քննարկումներ շատ ենք լսել այս տարիներին, տեսել։ Այո։ Պանելային քննարկումներ, բացօթյա քննարկումներ, բայց որքանով են դրանք արդյունավետ։ Հերմինե ջան, բնականաբար որքանով են արդյունավետ, պետքա չափել դրանց արդյունավետությունը։ Խոշոր իմաստով, եթե մտածեն կարող է տեղի ունենալ մի հատ հանրային քննարկում, որը քաղաքագիտության մեջ ընդունված տերմին կա, եզրույթ կա, էֆեկտ բաբաչկի, հա, որ թիթեռը թևը շարժումը Աֆրիկայում, Եվրոպայում փոթորիկներ է տեղի ունենում։ Հիմա եթե մտածենք մենք դրա համատեքստում կարող ենք մի հատ կամ երկու հատ հանրային քննարկում անել եւ ամբողջ քաղաքական դաշտը տակնու վրա պետքա լինի, ոչ։ Բնականաբար պետքա լինի համակարգված աշխատանք։ Հիմա ես ասեմ, որոշակի ուժեր պետք է ընդունել, որ հետ խորհրդարանական շրջանում ինչ որ դեպրեսիայի մեջ են, որովհետեւ մարդիկ իրենց առաջ խնդիր էին դրել, որպեսզի հասնեն իշխանության։ Բացառություն չի նաև ուժեղ Հայաստանը։ Մի շրջան միջև իրանք կազմակերպեցին, որտեղ իրենք հստակ օրակարգում, քանի որ մենք էլ աջակցում ենք հայաքվեն, այդ մարդիկ իրանք օրակարգում ունեն մենակ հաղթանակ։ Չունեն պարտություն։ Այսինքն այդ բանը պլան B, որպեսզի պարտվեն իրանք իրական։ Իմ պատկերացումն է։ Միգուցե ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները կփաստեն, որ չէ, մենք ունենք եւ այլ։ Բայց իրանք ամբողջ քարոզարշավը կառուցված էր այն տրամաբանությամբ, որ մենք գնում ենք իշխանությունը վերցնելու եւ չենք պատրաստվում աշխատել ընդդիմություն Փաշինյանի մոտ։ Հիմա դա վերագրենք նաեւ, որ իրենք որպես քաղաքական ուժ անփորձ էին, կարող է բիզնես ոլորտում հանճարեղ եւ ֆանտաստիկ հաջողություններ են ասել, հատկապես Սամվել Կարապետյանը։ Բայց հավաստիացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությունը ցամ զբաղվելը, հաշվարկելը ավելի բարդ է, քան թե միջազգային ասպարեզում բիզնես հաջողության հասնելը, որտեղ այս փոքր երկրում այնքան շահեր է բախվում, որ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէ բոլոր շահերը հաշվարկել եւ չափելի չեն ըստ էության։ X ուժի հետ աշխատում ես, կարաս 2-3 ամիս աշխատանք տանես, քեզ թվա, որ բոլոր ծրագրերը համադրված են, բոլոր կոնֆլիկտները վերացված են, կարող է մի հատ X խնդրի պատճառով այդ ուժերը ենթադրենք իրարից բաժանվել։ Եվ հիմա նույն իրավիճակը տիրում է քաղաքական դաշտում, ընդդիմադիր ճամբարում, ընդդիմադիր ուժերի մոտ, մտածում են իրանք ինչպես պիտի վերակազմակերպեն։ Հանրային խորհրդարանը տարբերակ է, հարթակ է, որտեղ այդ ուժերը արտախորհրդարանական, նաև քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչներ, անհատները, գիտնականները, ովքեր ցանկություն ունեն, նախկին պետական աշխատողները, որոնք բարեխիղճ չեն եղել կամ փորձ ունեն եւ կարող են մաս կազմել այդ process-ին, եւ խնդիրը նաև այն է, որ այդ քննարկումների իմաստը, բովանդակությունը մենք հնարավորինս մատուցենք հասարակությանը, երբ որ դու քաղաքացու դուրը ծեծում ես, ինքնասմանտրությունների համար է, գիտեք ինչ 10-ից 5-ը դուրը ուղակի շղթացնում է դեմքիդ, որտեղ ինքը գիտի դու հստակ քաղաքական շահես հետապնդում։ Հիմա հանրային խորհրդարանի հիմնական նպատակն է այդ նաև խնդիրն է, որ ասում դու 4 կամ 5 տարին մեկ ես երևում, անկախ նրանից արտահերթ ընտրություն եղել է թե չէ, դու քաղաքացու հոգսով չես զբաղվում, հա, դու գալիս ես մի հատ ակնկալ, հանրային խորհրդարանը պետք է ունենա նաև գործող հանձնաժողովներ եւ ունենա մարզային ընդգրկվածություն եւ մարզում արկա խնդիրները նաև պետք է արագ հասցվեն կենտրոն եւ դրանց տրվի լուծումներ։ Մեր ակնկալիքն է, որ հանրային խորհրդարանը ինքը ըստ էության ինչ անում, ինքը մոբիլ արձագանքման մարմին ալնելու։ Դա մի գործողություն ալնելու, մյուսը նաև ուղղված ալնելու իրավարույցական գործունեության։ Բազմաթիվ օրինագծեր կա,
այն անցած անգամ էլ նշեցի, որ ունեք հարց առաջանում, ինչի չեն ընդունում։ Պարլամենտը իր գործունեության 5 տարվա ընթացքում ընդհանրապես այդ հարցերին չի անդրադառնում։ Բայց խնդիրը նաև այլ է, Էրմինե ջան։ Այս միահեծան իշխանության պայմաններում, որտեղ քաղաքական միտքը, ազատ միտքը շարունակում է բանտարկվել, եւ մարդկանց ընդամենը մարդու հետ շփվելու ոչ խիստ քաղաքական կամ ահաբեկչական կոչեր անելու մարդուն ուղղակի զրկում են ազատությունից։ Այս պայմաններում որքան կարող է ընդդիմությունը դիմակայել եւ արդյոք ընդդիմությանը կհաջողվի համապատասխան բարենպաստ իրավիճակում իր շուրջը գեներացնել լայն հասարակական զանգվածներ։ Կհաջողվի արդյոք։ Եվ այս ճնշումները չեն ազդում արդյոք ընդդիմության գործողությունների վրա։ Օրինակ Հայաքվեի մասով մենք տեսնում ենք, որ ինքնակազմակերպվածություն կա, դուք էլ ասում եք այդ ծրագրերն իրագործելու ենք։ Թեև ձեր ասած մտքից հետո արդեն Ավետիք Չալաբյանին կալանավորեցին, բայց ամեն դեպքում այս կալանավորումներին ես դերը չեն ունենում։ Գիտեք ինչ, նայեք, մենք ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մասնավորապես օրինակ ընդդիմադիր ուժերի, ովքեր անցել են պարլամենտ, մենք հստակ խնդիրներ ունենք լուծելու։ Առաջին խնդիրը դա հականիկոլիզմի պայքարն էր կամ պայքարը ընդդեմ նիկոլիզմի։ Հնարավորինս երկրում ապահովել առաջի կետը իշխանափոխություն, հա, հասնել իշխանափոխության, իսկ երկրորդը գոնե որոշակի հավասարակշռության, որովհետև մեր ընդդիմության ուժը թվացյալ է։ Եթե այս ռեպրեսիոն պայմաններում անընդհատ մարդիկ բանտարկվում են, եւ միևնույն ժամանակ հանրության մոտ էլ ճիշտ նկատեցիք Էրմինե ջան, սովորական է դա, արդեն իմունիտետ են ձեռք բերել։ Եվ օրինակ այն դիտարկումը, որ ոնց որ մարդաշաճի, դուք պատկերացեք, կանվերնի սկզբունքով ընդդիմադիրներին փակում են։ Գնում ես մասնակցում ես մեր ներկայացուցիչները 3 մասնակցել են Անդրանիկ Թևանյանի դատին, այսօր որոշումը եղել է, որ 2 ամիս երկարացրել են, հետո իմանում եք, վայ, այնտեղ Գագիկ Ծառուկյանին են հարցակնում, մի հոգի գնում է այնտեղ, հետո իմանում ես այն մյուսին են ձերբակալել, մի հատ sense բան է, Սոդոմ Գոմոր է ստեղծել։ Իրականում դա թվում է քաոս, բայց այդ քաոսը իրանց կողմից կառավարելի է, հստակ հաշվարկ են արել։ Եվ հաշվարկը ո՞րն է։ Բոլորին, ինչպես դուք եք ասում, շարքից հանել, այո, հիմնական խնդիրը։ Ընդդիմությունը ինչ է խանգարում։ Արդեն երկրորդ անգամ է վերընտրվում Փաշինյանը։ Ինչն է նրան անհանգստացնում, որ ուզում են անպայման բանտերում պահին։ Փաշինյանի հիմնական նպատակը ունենալ ստերիլ ընդդիմություն։ Հիմա ստերիլ չէ այս ընդդիմությունը։ Ոչ։ Ինչո՞ւ ստերիլ չէ։ Այնքանով, որ այն խնդիրը, որը դրել էր ինքը իր արժե, որ պետքա բացարձակ մեծամասնության հասեր, երևի գիտեք ինչ, իրան այս պարագայում 2018-ին ինքը Սերժ Սարգսյանն էր ասում, չեք տիրապետում իրավիճակին, ձեզ սխալ են զեկուցում, շատ հավանական է, նաև վախենալով, որ իրենց պոստերը կկորցնեն մարդիկ, սխալ զեկուցումներ են տվել եւ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել են, որ 70-80% Դեմա տեսնում եք, օրինակ մարդիկ կան, որոնք հեռանում են աշխատանքից, օրինակ Արայք Արությունյանը, ԿՊ շտաբի պետ։ Իրականում, այսինքն դժգոհ են եղել արդյունքները, հավանաբար։ Ըստ մամուլում արկա տեղեկությունների։ Ըստ մամուլում արկա տեղեկությունների, այո, Արայք Հարությունյանից դժգոհ են եղել է շտաբի պետը, նախնական տոկոս։ Նա պետք է ապահովել 65%-ը, այն ինչ որ ուզում էր Փաշինյանը։ Եվ չի կարողացել։ Իրենք նորից, ասենց ասեմ, ոչ միայն համացանցում պտտվող լուրերի համաձայն, այլև քանի որ անմիջական եղել եմ ընտրական process-ների մեջ եւ այնց չի, որ չինական Փարիսպա դրած ընդդիմադիրների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ ընդհանուր նաեւ շրջապատում եւ ընկերներ կան եւ բարեկամներ կան, մարզերում խնդիրը դրված է 70%։ Քաղաքացիական պայմանագրի հանձնաժողովականների, կուսակցական այդ տեղամասային լիդերների կամ որոշ բդեշների վրա խնդիր է դրված եղել բերել 70%։ Դե չեն կարողացել։ Երևանում խնդիր է դրված եղել բերել 60%։ Այդ ընդհանուր Շարաշկինը կանտորայի հիմնարկության ղեկավար շտաբի պետ նշանակվել է Արայք Հարությունյանը, որի հետ կապված չգնանք այդ դեղին մամուլի արտահայտված լուրերի ինչ արև, ոնց արև, ոնց է կազմակերպել, փաստացի, այո, փաստացի հեռացվեց աշխատանքից։ Սա նաև ուրիշ խնդիր է լուծում նաև Նիկոլ Փաշինյանը, խոսել եք հեռացնելուց, հա, նաև օրինակ Ալեն Սիմոնյանը հեռացրեցին, այլ ամեն դեպքում գիտենք, որ մանդատն է վերցրել, մտել է խորհրդարան։ Շատ լավ, դե հեռացրեց աշխատանքից, որովհետև գործադիրում աշխատակազմի ղեկավարի պոստը
իր քաշով, եթե փաստացի նայենք, կարա գերազանցի 3 թե 2 փոխվարչապետ ունենք, դրանք միասին վերցրած։ Դեռ աշխատակազմի ղեկավարի ենթակայության տակ մոտավորապես 600 աշխատող կա, այդ ամբողջ process-ը ինքն է կազմակերպել։ Այդ փոխվարչապետը մի հատ ջուր կամ չգիտեմ ինչ ազում պետք է դիվի աշխատակազմի ղեկավարին, դա ամենակենցաղային եւ պրիմիտիվ օրինակն եմ վերում։ Չհաշված Մհեր Գերիքոյանի, որը փոխրագույն կարդինալն է եւ յուրահատուկ ինքը առաքելություն ունի, դա լրիվ ուրիշ թեմա է, կապված սահմանազատումների եւ այլ process-ների հետ։ Այն խնդիրը, որը դրել են, այդ խնդրի չեն հասել, որովհետեւ իրենք ունեցել են արտաքին դաշտում պայմանավորվածություններ, որը հիմնականում վերաբերում է սահմանադրությանը։ Այս մասով էլ խնդիրներ են քննարկում, կարա անի, կարա ստորագրահավաք կազմակերպեն, այս անեն, իրավական միջոցները սպառված չեն, դա չի հիմնական խնդիրը, բայց կա դժգոհություն։ Այդ դժգոհության արդյունքում ինքը եւ ռեպրեսիոն այդ մամլիչ մեքենան ընդդիմության ուղղությամբ աշխատում եւ յուրայինների։ Այսինքն այդ մակրազարդման աշխատանքները, որը կատարում են, ու Երևանի քաղաքապետ, հա, թաղապետերի վրա օրինակ X խնդիր կարա դրած լինի, այդ խնդիրը լուծած չլինեն եւ այդ մարդկանց ուղղակի պաշտոնանկ են անում։ Նույնը իրենց քաղաքական թիմում վերադասավորումներ են անում։ Իհարկե չի բացառվում, որ այդ process-ում նաեւ անձնական հաշիվներ մաքրեն, հա։ Դե հա, իրենց թիմում ինչ անում են, իրենք Օրինակ Ալեն Սիմոնյանը չէ, շտաբի պետ Արայք Հարությունյանը, բայց Ալեն Սիմոնյանը ենթադրենք այդտեղ էլ այլ պատճառներ կա, որովհետեւ երբ որ 8 տարի իշխանության մեջ ա եղել այս քաղաքական թիմը, առանձին բևեռներ են ձևավորվել, ներ իշխանական, եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահպանելու համար պետք է որոշակի ֆիգուրներից ձերբազատվի։ Դե բայց դա իրենց գործն է, ինչ ուզում են թող անեն, մեր խնդիրն է։ Անում ընդդիմության հետ կապված ինչ վտանգ է տեսնում եւ արդյոք լիդերներին, գլխավոր դերակատարներին այդ շարժիչ ուժին ձերբակալելով, կալանավորելով, քրեական գործեր հարուցելով նաեւ ազդեցություն կունենա մնացած այն մարդկանց վրա, ովքեր փաստորեն գնացել եւ իրեն դեմ են քվեարկել։ Դա բնականաբար իր ազդեցությունն է, ստեղ էլի եմ ասում, իր խնդիրը կոնկրետ ընդդիմությանը գլխատելն է եւ այն խաղի կանոնները, որը ինքը պատկերացնում է, դա պարտադրելն է, որովհետեւ գիտեք ինչ, որքան էլ ձեր կողմից նշվեց Եվրոպան, աշխարհը նրան աջակցում է, բայց Նիկոլ Փաշինյանին չեն աջակցում, որ Հայաստանում հակադեմոկրատական եւ միահեծան իշխանություն հաստատի։ Ինքը դրա համար էլ է պատասխան տալու։ Ինչ խաղի կանոններ է ուզում։ Խաղի կանոններն հետեւյալն է։ Իրենք այսօր ունեն օրակարգում սահմանադրության փոփոխության հարց, իրենք պետք է ունենան իրենց կոպիտ ասած վերահսկողության տակ այնպիսի ընդդիմություն, որը այս process-ը չխաթարի, որովհետեւ մենք չգիտենք այդ սահմանադրության մեջ ինչա լինելու, որովհետեւ չգիտենք ինչ խաղաղության պայմաններ են։ Կապիտուլյացիայի հետևանքով ինչ պայմաններ են ընդունել։ Այդտեղ կարա լինի այն կարգի պայմաններ, որ այս քնած հասարակությունն արտանա ու լծվի փողոց։ Շատ հնարավոր է։ Փաշինյանը ամեն ինչին ունի իր բացատրությունը, իր հիմնավորումները եւ կարողանում է համոզել։ Տեսնենք, հետագայում ինքը ոնց է կարողանալու շատ բաներ նաեւ համոզել։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունը հիմնականում իր քարոզչական մեխերը նաեւ կառուցում է կամ մեխում է հիմնվելով նյութապաշտության եւ մարդկանց ստամոքսային հոգեբանության վրա։ Եվ կարողանում է այս հասարակության մեջ մի 150-200 հազարանոց լյումպեն մասսայի միջոցով իրավիճակ ստեղծել եւ գույները ավելի խտասեն։ Բայց ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը ամբողջապես կիսում է Փաշինյանի հարստությունը։ Մենք գիտենք նաեւ, որ այս նաեւ այո, ընդդիմության որոշակի ֆիգուրների նաեւ խնդիրը կար, որը բանը իշխանության կողմից լավագույնս օգտագործվեց, հների վերադարձ, եռագլուխ եւ այլն, որը փաստորեն աշխատեց։ Այո, որը աշխատեց։ Եվ մենք այն ինչ որ տեսնում ենք, ես իմ գործընկերներին էլ կներեք, Էրմինե ջան, նշում էի, որ ասում էի այս ընտրությունները հաղթելու է այն քաղաքական ուժը, որը կարողանալու է ցույց տալ ամենահզոր շոու։ Իսկ ինքը կարողացավ ցույց տալ, հա, այնտեղ ռումբեր են թռչում, իրանք կոկորոզու կարկանդակներ են խժռում։ Հետո բանը քաղաքացիներին են բանը շորերից քաշում, հա, չգիտեմ, շարժում, պատիվա պահանջում, հետո բարձում է, որ այդ մարդը նաև եղբայրը Արցախյան ազատամարտում է մեկի զոհվել, մեկի հայրն է զոհվել եւ այս ամեն ինչ էս process օգտագործում են եւ ասեմ ահա որ հսկայական մեծ
թույնի պաշար բաց թողեցին իրենք նորից Արցախ, Արցախցի այս հասկացությունների շուրջ։ Հիմա դու կարծում եք այս լարվածությունները պայմանավորված է հանրակրվեով, որը պետք է առաջիկայում կայանա եւ Փաշինյանը վնասող զերծում, այսպես ասած դաշտը։ Դուք շատ ժպիտով եք լսում եմ, բայց իրոք վնասազերծում է։ Իրոք, որովհետեւ եթե իր առաջ խնդիրը դրված է, որ ինքը պետք է սահմանադրություն փոխի, այո, ինքը այդ սահմանադրության փոփոխության համար ինքը չի կարող վրիպակ թույլ տալ։ Ինքը համոզել է իր արտաքին, այսպես ասած, պարտներներին, հատկապես Թուրքիային եւ Ադրբեջանին, որ ինքը բացարձակ մեծամասնությամբ հաղթելու է, ինչպես իրանքին ասում, ջարդելու է այս ընտրություններում եւ ինքը ապահովելու է այդ սահուն, այսպես ասած, աշխարհաքաղաքական անցումը Հայաստանը տանելու է դեպի Եվրոպա չակերտել, իսկ իրականում դեպի Թուրքիա, որը իրենք հիմա անում են, որտեղ նույն Ամերիկան եւ Եվրոպան նշում են, որ տարածաշրջանում իրենց կարևորագույն պարտները դա Թուրքիան է։ Հիմա ինչքան ուզում է թող այս բանը իշխանությունը գոռա, որ իրենք գնում են Եվրոպա։ Իդեպ այդ Եվրոպա գնալու քայլերը մենք տնտեսապես մեր վրա արդեն զգում ենք, հա։ Իսպանիայում հասցնում են 20 տոննա, այն կարգ են ասում 20 տոննան մի ֆուռը։ Բայց ժողովրդի մեջ որ այդ 20 տոննան իրանք արձածում են, մարդը օրական կարող 1 կիլո ծիրան առնում կամ ֆինանսապես խոցելի մարդը կարող այդ 1 կիլոն էլ չառնի։ Ասեցի չենք տարել Իսպանիա։ Դե հիմա ձուկն էլ չեն տանում, ծիրանն էլ չեն տանում, ոչինչ չեն տանում, ծաղիկներն էլ չեն տանում, բայց հայտարարում են, որ բոլոր պայմանները ստեղծված են։ Կամ կառավարության ղեկավարը հայտարարում է, որ պետքա մենք հորդորենք մեր տնտեսվարողներին համակերպեն ստեղծված իրավիճակի հետ։ Այսինքն երկրի դռները երբ որ մի շուկայի ուղղությամբ դու փակում ես ու մյուսը չես բացում, ավելի խոցելի ես դարձնում եւ եթե այս պայմանները շարունակվի, ես չեմ ուզում մասնագիտական, գյուղատնտեսական կամ սոցիալ-տնտեսական շատ խորը դաշտ մտնել, բայց բազա, եթե դու քո առաջ բացում ես թուրքական շուկան, հա, գյուղատնտեսական եւ ուզում ես օգտվես միայն Ադրբեջանից եկող, չգիտեմ, գազով կամ դիզվառելիքով, դու կատարելապես քո երկրի տնտեսությունը հանձնում ես այդ երկու պետություններին եւ Հայաստանում լինելու է այն ինչ որ հիմա Վրաստանի հետ է թուրք-ադրբեջանական կապիտալը բավականին մրցունակ է այլ կապիտալների հետ եւ այնտեղ կոնկրետ արդեն տնտեսությունից կարողանում է թելադրել նաեւ քաղաքականություն թեկուզ մեր համար դա շատ անտեսանելի է բայց 10-20 տարի հետո ավելի շատ կամրապնդվի թուրքական կապիտալը Վրաստանում եւ Վրաստանը ոչ թե արդեն լինելու է Ռուսաստանի կամ չգիտեմ Եվրոպայի ազդեցության տակ, կոնկրետ Թուրքիայի ազդեցության տակ անգնելու։ Եվ Հայաստանն էլ է բռնել այդ ճանապարհը։ Եվ նաև պատահական չի, որ Իսրայելի արձագանքները, հա, դեղին քարտը, որ Նեթանյահուի կառավարությունը ընդունում է ցեղասպանությունը դատապարտող բանաձև, հետո ուղարկում են կնեսետ, հետո ճանապարհին վիժեցնում են այդ գաղափարը, դա ընդհանրապես դեղին քարտ էր Թուրքիային, որ այս տարածաշրջանում, որտեղ որ process-ները գնում են, դու միազնակ չես։ Մարդիկ պատերազմ են սարսափել Իրանի հետ, պատերազմական իրավիճակում են, իսկ Թուրքիան բավականին ակտիվ կերպով process-ները փորձում է ծառայեցնել իրան։ Նույն թրիփի տարբերակը։ Հիմա մեր ընդդիմությանը մնում է համախմբել, մնում է համակարգված գործել, կրեատիվ գաղափարներ առաջ քաշել, չընկճվել, որովհետև Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչներին բանտարկելուց բացի այլ գործիքակազմ չունի։ Եվ այս process-ը, այս վատ երազը ունենալու է իր վերջը։ Այսքանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։